Ողջույն ձեզ քույրեր եւ եղբայրներ։ Ես այսօր ուզում եմ խոսել, թե մենք ինչ ենք պլանավորը, տենց հասարակ լեզվով ուզում եմ մեր ծրագրերը հասցնեմ ձեզ։ Այսօր օրինակ մեր իշխանության այդ գլխակ կրողը, շլյապա կրողը ասում է, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ։ Որպես մասնագետ ես ձեզ հավաստիացնում եմ։ Մենք գալու ենք իշխանության եւ պատերազմ չի լինելու։ Մենք դա ապահովելու ենք։ Ու ոչ թե միայն Ադրբեջանը, այդ թվում եւ Թուրքիան ռիսկ չի անելու մեր կողքով անցնի։ Ես դա ձեզ վստահեցնում եմ։ Էլ ինչ ենք անելու մեր Հայաստանի հասարակ քաղաքացու համար բացի անվտանգությունից։ Պարզ ասեմ, ամբողջ Հայաստանի տարածքով բոլոր Հայաստանի քաղաքացիները ազատվելու են հարկ մուծելուց։ Բիզնեսմենների ամբողջ այդ NDS կոչեցյալը բիզնեսմենը մուծելու է միայն նրանից հետո, երբ որ ասենք ապրանքը բերել է Հայաստան վաճառելուց հետո, ոչ թե սահմանում։ Ջուրը լինելու է Հայաստանի Հանրապետության պետության սեփականությունը, հոսանքը լինելու է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն, թոշակները բարձրացվելու են ամեն տարի ինդեքսացման ձևով, հայտարարելու ենք, որ ամեն տարի մարդ իմանալու է ինչքան է իր թոշակը ավելացնում։ Միջոցներ ենք ձեռնարկելու եւ սուբսիդիաներ ենք հատկացնելու, որ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները իջեցվեն։ Ոնց ասեմ, շուկայական մեխանիզմով։ Ոչ թե դուք այսօր գնում եք, տենում եք կարակի գինը, մի գինը, 5 օր հետո այդ մեկ նույն խանութը տենում եք նույն կարակի գինը, փանգացել է։ Ապահովելու ենք մեր քաղաքացու անվտանգությունը այդ թվում երկրից դուրս բոլոր միջոցներով, դիվանագիտական, հատուկ ծառայությունների միջոցներով, ապահովելու ենք արդարությունը Հայաստանի Հանրապետությունում, քննչական կոմիտեն, դատախազությունը լինելու են իրական անկախ համակարգ։ Հակակոռուպցիոն կոմիտեն լուծարվելու է։ Ազգային անվտանգության ծառայությունը լուծարվելու է եւ ստեղծվելու է նոր անվտանգության ծառայություն։ Ազգային հետախուզությունը զբաղվելու է դրսի հետախուզությամբ, չի զբաղվելու մեր ժողովուրդը։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ ջուրը, գազը, հոսանքը ձեր համար լինի կոպեկներ, ոնց որ եղել է նախկինում, օրինակ սովետական միության ժամանակ, որ չմտածենք ձմեռը ոնց տակ հասնենք մեր տները, սկսելու ենք ստեղծել կենտրոնական ջեռուցման համակարգեր, որը կեժանացնի մեր ժողովրդի համար իրենց տան տաքությունները, ոնց որ կա որոշ երկրներում աշխարհում։ Դուրս ենք շպրտելու մեր տներից, ասենք, այդ վակցիներ, չգիտեմ, չէր, որը պետք չի լինելու։ Զարգացնելու ենք գիտությունը, զարգացնելու ենք բժշկությունը, զարգացնելու ենք ուսումը։ Հիմնական շեշտը դնելու հայրենասիրության վրա։ Ընտրեք մեզ դոկ կուսակցության կազմում։ Մենք սա ամեն ինչ կանենք։ Ես որպես զինվորական ոչ մի բառ չեմ շպրտել հենց այնպես, ոչ մի պոպուլիզմով ելույթ չեմ ունեցել։ Ես չեմ խաբել 21 թվին իմ ծրագրում սենց կլինի, եկել է 26 թիվը, լրիվ հակառակ ծրագիրն է դա առանձին խոսակցություն։ Ու վերջում ուզում եմ զգուշացնեմ, այն բիզնեսմենները, որոնք նավթ են առնում Ադրբեջանից
Եվ քանի որ դրանով ֆինանսավորում են Ադրբեջանի Հանրապետությունը զենք առնել մեր դեմ, համարվելու են դավաճան։ Այն դատավորները, որոնք չագուճը խփում են զակազով, իրենք դատվելու են, հենց նույն իրենց դատարանում նստելու են մեղադրյալի աթոռում, ով որ պատվերներ է կատարում, ով որ շինցու գործեր է սարքում։ Այն դատախազները, որոնք այսօր տենց գալիս են մարդկանց տները անհիմն խուզարկություններ են անում, ոչ թե անում են այ, իրանք են միջնորդում, իրենք պատասխան են տալու, խայտառակելու ենք, ամբողջ հայազգով, ամբողջ աշխարհով, նկարները կախելու ենք եւ ցույց տանք, անուն, ազգանունով, ամեն ինչով։ Նույնը վերաբերում է այն քննիչներին, որ դա անում են, այն ոստիկաններին, որոնք անում են, ով որ ձերքա բարձրացնում զոհվածի մոր վրա։ Ու ամենամեծ ուշադրությունն ենք դարձնելու մեր զինվորներին, մեր սպաներին, համարելով նրանց ազգային հարստություն։ Ամենամեծ ուշադրությունն ենք դարձնելու զոհվածների, մեր ընկերների, մայրերին եւ ծնողներին։ Իրանք ոչ մի խնդիր չպետք է ունենան Հայաստանում։ Իրանք այնքան շատ չեն իրականում, որ մենք չկարողանանք իրենց պահել։ Ճիշտ է, զոհերը մեր համար շատ են, բայց ծնողները, որ այսօր կան, այդքան շատ չեն։ Բարեկամները, կանանց, իրենց երեխեքին բոլոր ճանապարհները պետք է բացենք։ Պետք է ստանան անվճար ուսուցում։ Պետք է իրավունք ունենան ընդունվեն առանց կոնկուրսների ցանկացած բուհ։ Եթե 5 հոգի պետք է ուղղորդվեն ինչ-որ մի երկիր սովորելու, ուրեմն այդ 5 հոգուց 2 հոգին պետք է լինեն զոհվածի երեխաներ կամ իրան բարեկամներ։ Դա լինելու մեր Հայաստանի հիմքը, մեր վետերանները, մեր հայրենասերները, մեր զոհվածների ընտանիքները եւ մեր բիզնեսմենները, ով որ այսօր փող չի տալի Նիկոլին, վախենալով, որ հարկային նկատի։ Մենք ոչ փող բաժնող ենք, ոչ Ալիևի կներեք քամակ պաչող ենք, գնացեք ասել եմ, ով որ ուզում Ալիևի քամակը պաչի, գնացեք շարվեք Նիկոլի հետևից, ինքը կարող է ոչ մեկին չթողա, ինքը միշտ ինքն է ուզում պաչի։ Ով որ փող է ուզում աշխատի, դրանք էլ մեզ պետք չեն, մի եկեք մեր մոտ։ Եթե դուք ձեր 5,000 դրամով կամ 10,000 դրամով պատրաստ եք ձեր ձայնը ծախեք, ձեզ էլ, ձեր ձայնել, ձեր ամեն ինչն էլ։ Դուք մեզ պետք չեք։ Մեզ պետք են հայրենասեր մարդիկ։ Կլինի 10% հայրենասեր, ուրեմն թող լինի 10, մենք դրանցով կդառնանք 100 ապագայում։ Կլինի 20, թողնի 20, կլինի 50, կլինի 50։ Բայց մեզ պետք չի մարդ, նորից եմ ասում, որը պատրաստ է կզի թուրքի դեմ եւ պատրաստ է փող վերցնի ու կապ չունի ում տա։